Ինչքանով է իրատեսական փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ։ Ես ուղիղ ասում եմ, որ ես դա իրատեսական չեմ համարում։ Մեկ հայտարարությամբ Փաշինյանը երկու ծանր հարված հասցրեց Հայաստանին, հակադարձեց խաղաղության օրակարգին ու սահմանափակեց արցախցիների վերադարձի իրավունքը։ Կարևոր եմ համարում մարդկանց ազնիվ այդ մասին ասելը։ Եթե խաղաղության օրակարգ է մշակվում, հռչակագիր նախաստորագրվում, ինչու իրատեսական չէ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների վերադարձը։ Այսինքն Փաշինյանը սպառնալիք է տեսնում ադրբեջանական վերահսկողության տակ ապրող հայերի համար։ Ադրբեջանական իշխանություններին ենթարկվելը բացառում է էթնիկ պատկանելիության հիմքով հայերի իրավունքների իրացումը եւ կա ատելություն։ Եթե կա ատելություն, ուրեմն չկա խաղաղություն։ Ուստի այս խոստովանությունը դա խաղաղության դեմ թեզ է։ Բայց Փաշինյանի պնդմամբ խաղաղությունն արդեն 1 ամսական 22 օրական է։ Հոկտեմբերի 1-ին 23 օրական դարձավ։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կնքվել է խաղաղություն։ ԵԽԽՎ-ի ամբիոնից պատգամավորի հարցին ի պատասխան Փաշինյանն անուղղակիորեն խոստովանել է, որ խաղաղ չէ Ադրբեջանի հետ ապրելն ու նախաստորագրված պայմանագիրը երաշխիք չէ խաղաղության։ Բացի այդ, փախստականների վերադարձի իրավունքը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից է, որն ամրագրված է ՄԱԿ-ի ընդհանուր ժողովի թիվ 194 բանաձևում, մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրում, փախստականների կարգավիճակի մասին Ժնևի կոնվենցիայում։ Այսինքն, փախստականների վերադարձը երկրների ղեկավարները չէ, որ որոշում են։ Նեղացնելով այդ լուծումների հնարավորությունը նաև զրկում է ապագայում կամ հնդածս այդ հարցը շուրջ աշխատելու, որպեսզի այդ իրավիճակը բարելավի եւ ցանկության դեպքում, համապատասխան պայմանների դեպքում, եթե ցանկանան այդ անձինք վերադառնան, կարողանան վերադառնալ։ Մեր հիմնական մտահոգությունը նման ձևակերպման հետ կայանում է նրանում, որ այդ թվում նաեւ միջազգային հանրությունն է սովորում արդեն այն մտքին, որ պետք չի աշխատել Ադրբեջանի հետ, որպեսզի Ադրբեջանը համապատասխան պայմաններ ստեղծի, որպեսզի բռնի տեղահանված հայերը կարողանան վերադառնալ։ Փախստականների վերադարձի շուրջ քննարկումները սկսելու կամ այն հետաձգելու որոշում կարող են կայացնել երկրները ըստ նպատակահարմարության, բայց նրանց վերադարձի իրավունքը դրանից չի թուլանում։ Նրանց վերադարձի ժամկետն է փոխվում։ Այլ հարց է, որ նման ամբիոններում տեղին է փախստականների վերադարձի հարցը բարձրացնել, որը սակայն հայանպաստ չգործածվեց։ Այս պահին կա Ադրբեջանի կողմից վարվող այնպիսի քաղաքականություն, որը սպառնալից է հայերի ֆիզիկական գոյատևմանը ադրբեջանական հսկողության ներքո, եւ մենք դա տեսանք Արցախում, երբ մի ամբողջ խումբ ենթարկվեց էթնիկ զտման, բռնի տեղահանման, եւ մենք պատմության մեջ առաջին անգամ ունենք հայկական պատմական տարածքներ, որոնք զուրկ են հայկականությունից։ Արցախցիների եւ ընդհանրապես փախստականների վերադարձի իրավունքը կախված չէ որևէ առաջնորդի քաղաքական կամքից։ Փոխարենը իրական խաղաղությունն է, ուղիղ կապված փախստականների ու գերիների վերադարձի հարցի հետ։ Անիա Բաղյան, Մեհեր Դավթյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։